Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 19-ն է եւ այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք մի շարք կարևոր հարցեր։ Հիշեցնեմ արագ լայքերի մասին եւ մի քանի կարևոր հարցերի եմ սկզբում ուզում անդրադառնալ։ Նախ երեկվա մեր քննարկումը Էդուարդ Էնֆիաջյանի հետ կարևոր է մեկ բան հասկանալ, որ այսինքն ես քանի որ մի քանի մեկնաբանություն տեսա, դրա համար անդրադառնում եմ այս հարցին։ Մենք միշտ չէ որ քաղաքագետների ենք հրավիրում, ընդհանրապես դուք տեսնում եք, որ մենք հաճախ չէ որ մարդկանց հրավիրում ենք մեր եթեր, եւ եթե նույնիսկ եթեր ենք հրավիրում, անպայման չէ որ նրանք լինեն քաղաքագետ։ Կարող են լինել հայրենասեր, հասարակական ակտիվ մարդիկ, որոնք որ ունեն տարբեր տեսակետներ, եւ շատ կարեւոր է տարանջատել քաղաքագետի մոտեցումները հայրենասեր ազգային տեսակետ ունեցող մարդկանց հետ, ինչպես նաև օրինակի համար պետական պաշտոնյաների հետ։ Այսինքն տարբեր տեսակետներ կան, տարբեր մոտեցումներ կան հարցերի լուծման առումով։ Քաղաքագետի կարծիքները կարող է մասամբ մոտ լինեն օրինակի համար կոնկրետ քաղաքական գործիչների տեսակետների հետ, բայց հայրենասեր մարդկանց, ազատամարտիկների, ազգային ուժերի, տարբեր ազգային գործիչների տեսակետները կարող է լրիվությամբ տարբերվեն քաղաքագետների կամ քաղաքական գործիչների տեսակետներից, հետևաբար մենք պետք է կարողանանք սա տարանջատել։ Բայց նույն ժամանակ չափազանց կարևոր է, որ մեր եթերներում լինեն տարբեր կարծիքներ, որպեսզի դուք սիրելի հայրենակիցներ կարողանաք ստանալ այն, ինչ կարևոր եք համարում ձեզ համար եւ լսել այն, ինչ ուզում եք հաճախ լսել եւ իմանալ։ Երկրորդ կարևոր հարցը այն է, որ ինձ հաճախ գրում են տարբեր մարդիկ, խոսքը ջավախկահայերի մասին է, որոնք որ միշտ բախվում են խնդիրների, երբ որ հատում են հայ-վրացական սահմանը, երբ որ անցնում են Հայաստան եւ ունեն երկխաղացիություն, սեփական մեքենաներով իրենց շատ անգամ տուգանում են։ Չնայած որ падգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնել էր այս հարցը եւ կառավարությունից խոստացել էին լուծում գտնել, նույնիսկ օրենք ընդունել, որ 3 ամսով նրանց թույլատրվի վարորդական իրավունքով, այսինքն օրինակի համար վրացական, եթե վարորդական իրավունք ունես եւ Հայաստանի քաղաքացի ես, նրանք չտուգանեն 3 ամիս ժամանակ տան, բայց ցավոք սրտի տուգանքները շարունակվում են եւ այս հարցը պետք է որ լուծում գտնի, քանի որ սա խայտարակություն է, սա շատ լուրջ ձևի ազդում է ջավախկահայերի հոգեբանության վրա, շատ դժվար են տանում ջավախկահայերը, երբ որ տուգանում են նրանց Հայաստանում Հայաստանի քաղաքացիություն ունենալու համար։ Հիշեցնեմ, որ ջավախկը մնացել է միակ հայաբնակ շրջանը Հայաստանի սահմաններից դուրս, որը որ սահմանակցում է Հայաստանին եւ նման խայտարակությունները իրոք պետք է որ վերջ տրվեն։ Դրա համար այս եթերից կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, կրկին մեկ անգամ կոչ եմ անում, եթե հանձնարարել եք ու չեն կատարում, շատ ավելի վատ, բայց եթե չեք հանձնարարել, անպայման հանձնարարեք, որ վերջ տան այդ տուգանքներին։ Հիմա անցնենք այլ կարևոր հարցերի քննարկմանը, ինչպես գիտեք, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում էր Թեհրանում, շատ կարևոր հանդիպումներ են այնտեղ ունենում, նույնիսկ հանդիպել է Մասուդ Փեզեշքյանի հետ, Իրանի նախագահի հետ, քննարկել են դինամիկ զարգացող հարաբերությունները Իրանի եւ Հայաստանի միջև։ Արմեն Գրիգորյանը նաեւ Թեհրանում հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերությունները շատ դինամիկ կերպով խորանում են եւ դրանից բացի ել ավելի կարող է խորացվեն տարբեր ոլորտներում։ Արմեն Գրիգորյանը նաեւ հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի հետ եւ նա շատ կարեւոր միտք է արտահայտել, որ Իրանը չի թույլ տա թշնամիներին վնաս հասցնել Հայաստանի եւ Իրանի ռազմավարական հարաբերություններին։ Բայց ահա այս ֆոնին Իրանի եւ Ադրբեջանի միջև զորավարժություններ են մեկնարկում, Արաս 2025 զորավարժությունները, լավ է զորավարժություններ են անցկացնում, լավ է խորացնում են հարաբերությունները, հարևանները, ինչ ասեմ։ Չէ, հայտարարությունները շատ լավն են, որոնք որ հնչում են Իրանից, բայց մենք տեսնում ենք, որ նույն Ադրբեջանի հետ շատ խոր հարաբերություններ ունի Իրանը, մեկ-մեկ սրվում են, մեկ-մեկ լարվում են, մեկ-մեկ տհաճություն է զգացվում իրենց հարաբերությունների մեջ, բայց ընդհանուր առմամբ նաև զորավարժություններ են անցկացնում պետությունները միմյանց հետ։ Դա եւս մենք պետք է միշտ հաշվի առնենք։ Ու քանի որ անդրադարձա Իրանին, ասեմ, որ երեք Թրամփը նոր հայտարարություններ արել Իրանի մասով,
կրկին ասելով, որ Իրանը ունի երկու ճանապարհ։ Մեկ ճանապարհ ինքը չի ցանկանում, որ Իրանը ընտրի, Իրանը ամեն դեպքում չի ունենալու ատոմային զենք, եւ Թրամփը հույս ունի, որ հաջողվի այնուամենայնիվ պայմանավորվածության հասնել այդ ռազմական ուժով հարցի լուծման մասին բազմիցս ակնարկել է եւ նույնիսկ մեկ-մեկ բացել խոսել է Դոնալդ Թրամփը, այդ ամենին նաեւ արձագանքում է Իրանը, շատ վատ է արձագանքում նաեւ Իրանը, երբ որ սպառնալիքներ են հնչում, ասելով, որ սպառնալիքների ներքո դժվար է բանակցել, բայց Թրամփը հստակ ասում է, որ ձեզ պետք չի ատոմային զենք, դուք ունեք նավթ եւ նաեւ նավթի մասով էլ հասկացնում է, որ եթե Իրանը չհամաձայնվի, ապա նաեւ նավթ չի կարողանա վաճառել, քանի որ մեծ խնդիրներ ունենալու նաեւ նավթ վաճառելու հետ կապված, ովքեր որ նավթ ձեռք բերեն Իրանից, նրանք այլևս չեն կարող առևտուր անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բայց քանի որ բանակցությունները շարունակվում են, հույս կա ամեն դեպքում, որ համաձայնություն կձեռք բերվի, նաեւ լավատեսություն կա տարբեր հայտարարություններից, այս մասին եւս մենք խոսել ենք։ Մերձավոր Արևելքից Ցախալը հայտարարել է, այսինքն Իսրայելի բանակը հայտարարել է, որ մեծ ռազմական գործողություններ է սկսում Գազայի շրջանում, Գազան առանց այն էլ ավերված է, բայց հիմա ավելի մեծ ռազմական գործողություններ են սկսում Համաս տերորիստական խմբավորման դեմ։ Երեք նաև տեղեկություններ էինք ստանում, որ ծայրաստիճան լարվել է իրավիճակը Սիրիայում, որ քրդերի հետ բախումներ են տեղի ունենում, քրդերին օդից օգնում է Իսրայելի օդուժը, հարվածներ հասցնելով Սիրիայի բանակի դիրքերին, բայց այս պայմանությամբ հələ որ այս տեղեկությունները չեն հաստատվում։ Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել, ուղղակի կարող եմ ասել, որ նման տեղեկություններ էին տարածվում, որ քրդերի հետ եւս բախումներ են տեղի ունեցել, ռազմական գործողություններ են ընթացել Սիրիայում, այսինքն նման բան ես իրատեսական եմ համարում, վաղուց է այս մասին խոսում էի, բայց չեմ կարող հիմա ոչ հաստատել, ոչ էլ հերքել, ուղղակի ասում եմ, որ նման տեղեկություններ եւս տարածվում են։ Ինչ վերաբերվում է Ուկրաինային, գիտեք, Վատիկանում շատ հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Հռոմի Պապի եւ Զելենսկիի միջև։ Զելենսկին առաջին մարդն է եղել, ում որ Հռոմի Պապը այդպես ջերմ բարևել է եւ հետո առանձնազրույց է ունեցել, որպես արդեն ընտրված Հռոմի Պապ։ Նա շատ լուրջ է վերաբերվում ռուս-ուկրաինական պատերազմին, միշտ կարեկցում է Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին, նույնիսկ խոստացել իր առաջին այցը կազմակերպել Ուկրաինա։ Շատ հետաքրքիր փոփոխություն է այս առումով տեղի ունեցել Վատիկանում, եւ Վատիկանը նաեւ առաջարկում է միջնորդական առաքելություն ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, բայց այս Հռոմի Պապը հստակ ցույց է տալիս բացեբաց, որ ինքը հստակ աջակցում է Ուկրաինային։ Եվ դա չափազանց կարևոր է Ուկրաինայի համար, չափազանց կարևոր է, քանի որ Հռոմի Պապերը, եթե ակտիվ Հռոմի Պապ են, եւ Հռոմի Պապերը մեկ նաեւ շատ ակտիվ զբաղվում են քաղաքականությամբ, որոնք որ ազդում են համաշխարհային պատմության ընթացքի վրա, մեկ այդպես էլ է լինում, ինչպես եղավ Հովհաննես Պողոս II-ի ընտրվելը, ինչը մեծ նշանակություն ունեցավ նաեւ Խորհրդային Միության փլուզման վրա, ապա այս Հռոմի Պապի ընտրվելը եւ ահա այս ձևով Ուկրաինային աջակցելը կարող է շատ կարևոր եւ հետաքրքիր նշանակություն ունենալ Ուկրաինայի համար։ Բայց եկեք անդրադառնանք նաեւ այլ կարևոր հարցերի, մենք տեսնում ենք, թե ինչ հայտարարություններ են հիմա հնչում Ուկրաինայի շուրջ, հաստատի հիմա բոլորը սպասում են Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որը որ պետք է կայանա արդեն այսօր առավոտյան։ Այս պայմանությամբ մենք տեղեկություններ չունենք այդ հեռախոսազրույցը տեղի ունեցել թե չէ, եւ առավոտյան 10:08 ժամով, առավոտյան 10 երևի Ամերիկայի Միացյալ Նահանգների ժամով, որը որ մեզ համար լինելու է այսօր երեկոյան, պետք է կայանա Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց, ու ինչ սպասենք։ Հետաքրքիր այն է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները հաղորդում են, որ Ռուսաստանը այսօր զորավարժություններ է անցկացնելու միջկոնտինենտալ, միջմայրցամաքային այդ հրթիռներով, որոնք որ յարց են կոչվում եւ կարող են ատոմային հարված հասցնել 10-ից 12,000 կիլոմետր հեռավորության վրա եւ միանգամից մի քանի ատոմային ռումբ կարող են դրանք կրել։ Նման զորավարժությունների անցկացումով փաստացի
ՆԱՏՕ-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ եվրոպական երկրներին, այսինքն ՆԱՏՕ-ին լուրջ զգուշացում է ուղարկում Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն կրկին փորձում են ինչ որ ատոմային շանտաժի դիմել, շատ կարևոր է սա հասկանալ, քանի որ հիմա ահռելի շատ լուրջ ցավալի պատժամիջոցներ են պատրաստվում ընդդեմ Ռուսաստանի։ Եվ կրկին Վլադիմիր Պուտինը որոշել է ուժի ցուցադրում կազմակերպել եւ այդպիսի զորավարժություններ է անցկացնում։ Եվ դա հիմա տեղի ունենում Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցից առաջ Ստամբուլյան բանակցություններից հետո։ Չափազանց կարևոր է սա հասկանալ։ Հիշում եք, ես ասում էի նախքան բանակցությունները, որ ինչ որ պայմանավորվածություն կարող է տեղի ունենալ եւ փոխանակում տեղի ունենա, եւ տեսանք, որ աննախադեպ որոշում է տեղի ունեցել 1000-ի փոխանակում իրականացնել բռնավորների, բայց նաեւ եթե հիշում եք, խոսում էի այն մասին, որ հիմա կարող է պատերազմը ավելի ահագնանա։ Ահա արդեն Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի ակտիվ, շատ ավելի մեծ քանակությամբ դրոններ եւ հրթիռներ է ուղղում Ուկրաինայի վրա, այդ առումով սկսել ահագնանալ պատերազմը, եւ դրանից բացի այս զորավարժությունները հստակ կրկին ակնարկեն, որ պատերազմը ել ավելի կարող է խորանալ եւ ավելի լուրջ եւ վտանգավոր դառնալ։ Բայց քանի որ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի միջև տեղի ունենալու հեռախոսազրույց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից այնուամենայնիվ որոշ լավատեսություն կա, որ կարող է այս պատերազմը ավարտվել բանակցությունների միջոցով, ես չեմ շտապում գնահատական տալ, չնայած որ ընդհանուր առմամբ մնում եմ ես իմ կարծիքին եւ ավելի հավանական եմ համարում, այստեղ չես կարող խոսել 100%-ով, բայց շատ ավելի հավանական եմ համարում, որ Վլադիմիր Պուտինը չի դադարեցնելու այս պատերազմը ընդդեմ Ուկրաինայի։ Նա նաեւ հայտարարել է, կարծես 3 էր հայտարարել, որ բոլոր նպատակներին իրենք հասնելու են այդ հատուկ գործողության շրջանակներում։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, քանի որ օրը երկուշաբթի է, առավոտյան միշտ էլ երկուշաբթի օրը մենք շատ թարմ տեղեկություններ չենք ունենում քննարկելու, քանի որ շաբաթ եւ կիրակի օրերը ընդհանուր առմամբ շատ չեն տեղեկությունները, այսօր կհետևենք իրադարձությունների զարգացմանը եւ եթե շատ կարեւոր քննարկելու հարց ունենանք, ինձ թվում է, որ անպայման շատ կարեւոր քննարկելու հարցեր կունենանք, մենք կհանդիպենք արդեն այսօր երեկոյան մեր եթերում։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։